Ես ինչու քիչ առաջ մեղադրողներին ասացի, որ ինչու չեն նշում օրինականը կամ ոչ։ Հասկանում եմ, որ եթե նշված չի անօրինականը, ուրեմն օրինական է։ Բայց այստեղ խոսք է հնչում։ Խոսք է հնչում եւ այդ խոսքը ուղղակի զենքերի մասին է պարզապես, որ այս մարդը այսքան զենքով մյուս այնքան անկախ նրանից թե որքանով կապ ունի այս գործի հետ կամ չունի։ Բազմիցս ասվել է դրա մասին եւ խոսքը հնչում է ոչ միայն այս դատարանի պատերից ներս է մնում, այլ նաև գնում է դուրս։ Եվ դրսում ԱԺ ամբիոնին նստած ինչ-որ խանձիր կարող է ասել, որ ասենք օրինակ Բագրատ արքեպիսկոպոսը այդպես էլ չի ասում, ուրիշ բան ասում, այդ էլ իր գործն է, համեմատում է Բեն Լադենի հետ։ Հիմա ուղղակի պատասխանատվություն կա մեղադրողների վրա, շատ զգույշ լինելու, որպես այս գործը իր բնույթով ամբողջությամբ այդպես չլինի, որպեսզի որևէ անծագում մարդ, անկենսագիր, անծագում, ում հայտնի չի թե ինքը որտեղից է հայտնվել, բերանը չբացի եւ որևէ մեկին չասի, նման բնութագրում չտա, վաղն էլ գնա դատարանի մասին ես չեմ վիրավորել։ Հետևաբար, մեղադրողի վերջի դեռացումը դուք լսեցիք 236 վարորդի վերաբերյալ նշում է, որ օրինական ճանապարհ։ Ես ուզում եմ, որ հնչի այդ լրատվականներին էլ եմ ասում դրա մասին, որ անընդհատ շեշտվի, որ սրանք օրինական զենքեր են, փաստաթղթավոր։ Հայկ Մաթևոսյանի մասին կարդացին անց, Մաթևոսյանն էր կարդում Հայկ Համազյանը։ 3 նիստ կամ 2.5 նիստ նվիրել ենք Հայկ Մաթևոսյանի զենքերին, պարզվում է, որ այդ մարդը զենքի հավաքող է, կոլեկցիոներ է։ Օրինական, հաստատված ամեն ինչում, ինչու պիտի գանք 2-3 նիստ նստենք, լսենք, թե ով քանի հատ զենք ունի, բոլորը օրինական են։ Եվ տպավորություն են մարդը, որ կարծում են ընդհանրապես, չէ, հասկանում ինչ էր կարծում, մեղադրողը, ներողությունը։ Ինչի մասին է խոսում ընդհանրապես։ Դանակների մասին, զենքի, այն տպավորության, որ մեծ արսենալով եկել են լծվել են դաշտ։ Բայց պարզվում է մարդը հավաքող է զենքի կոլեկցիոներ, ինչ են ասում հայերենը։ Դրա մասին շեշտվել է, ոչ, բայց շեշտվել է երկու նիստ ինչ-որ զենք է, մեկ էլ հոգնած, ջարդած, ոչ հավես կա, ոչ էլ լսելու ցանկություն է, իսկապես եմ ասում։ Եվ սա անընդունելի է, որովհետև այստեղից դուրս է գալիս, նորից եմ կրկնում, պատվարժան դատարան, եւ այս օրերին անընդհատ խոսվել է դրա մասին, երբ դուք եք իմանաք, առիգիտություն ընդունեք, որ անընդհատ այս դատարանից արձագանքվելու է դրան։ Եվ նաև այս տեսքով արձագանքվելու։ Օրինական զենքեր վերել մանավանդ մարդկանց, որոնց 4-րդական, 5-րդական կապ ունեն այս գործի հետ, եւ բոլորն էլ կարող են անել նույնը։ Եվ վերագրել, որ եւ չասել, որ օրինական են դրանք։ Դուք այս ատրճանը կես կապված։ Եթե դուք չունեք, ես կարող եմ պատճառ դրամադրել, եթե ունեք, իմ խնդիրը լինելու վերաբերյալ, օրինական լինելու վերաբերյալ։ գործում արկա արձանագրված է, դրա եմ ասում, ձեզ անհրաժեշտ է, որովհետև հրապարակում եք օրինական լինելու արձանագրված։ Ավելի ինչ հրապարակում։ Ես ինչ եմ ուզում ասել, մեղադրողները երբ խոսում են դրա մասին, վերջում ներողություն համատեղ չենք խոսում, կավարտեք յուրաքանչյուրը, եթե ցանկանաք ելույթ ունենալ, կավարտեք, հաջորդին կլսեք։ Ասելիքս հետևյալն է, կարճ ամփոփեմ մեկ նախադասությամբ։ Ինչու եմ ես սա ասում, որովհետև այս դահլիճից դուրս է գալիս, գնում է համապատասխան տեղեր, ընդ որ մինչև ԱԺ-ի բարձր ամբիոնց, այո, ամփոփում եմ, եւ հետևաբար ասելիքս հետևյալն է, որ յուրաքանչյուրի վերջում թող ասում, որ սա օրինական է, խոսքը հնչվի, դժվար չի դա։